Բարև ձեզ։ Այսօրվա մեր հյուրը դիզայներ Լևոն Չքոլյանն է, ում հետ խոսենք գինու բրենդինգից եւ պիտակներից։ Լևոն ջան, բարև։ Ողջույն Սասյան։ Առաջին հարցս, քանի տարի է որ զբաղվում ես բրենդինգով, դիզայնով, հատկապես խմիչքների եւ գինիների։ Դիզայնով զբաղվում եմ մոտ 10 տարի։ Գինու ոլորտ տենց ինքստինքյան անցել եմ 6 տարի առաջ մոտավորապես, տենց նախորդ օֆիսում որ աշխատում էի, ոնց որ այնտեղ կլիենտներ կային, ովքեր որ գինու ոլորտից էին ու իրենց համար պիտակներ ենք սարքում ու այդ ձև տենց ավտոմատ անցա այդ ոլորտ ու ինքստինքյան սկսվեց այդ հրաշալի շրջանը։ Մինչև հիմա քանի գինու կամ խմիչքի բրենդինգով ես զբաղվել ու ընդհանրապես ի տարբերություն այլ ապրանքների բրենդինգի ինչ նրբություն ու առանձնահատկություն ունի գինու կամ խմիչքի ոլորտը այդ տեսանկյունից։ Խմիչքի աշխարհը շատ հետաքրքիր է։ Այնտեղ ես որ հիշում եմ, այսպես որ ուզում եմ մտաբերել այդ նախագծերը որ արել եմ պիտակների կամ ընդհանուր փաթեթավորման դիզայնի հետ կապված, երևի մոտ 20 նախագիծ ունեցել եմ որ արել եմ այս ընթացքում, շատ տարբեր խմիչքներ, գինի, օղի, կոնյակ, բրենդի ավելի ճիշտ է ասել, եւ ուրիշ տեսակի նաեւ խմիչքներ, բայց հիմնականում այդ կենտրոնացվածությունը գինին է եղել, քանի որ այս ընթացքում շուկան էլ շատ զարգացավ, այդ 6 տարիների ընթացքում ես հենց անընդհատ տեսնում եմ այդ դինամիկան զարգացման, որ 6 տարի առաջ ասենք շատ քիչ արտադրողներ էին, այնտեղ, չգիտեմ, հաշված էլի արտադրողներ էին, ու հիմա հրաշալի մեծ շուկա է ձևավորվել, նոր ինչ-որ լավ գինիներ են արտադրում, փոքր արտադրություններ շատ կան, որոնք շատ լավ գինիներ են արտադրում, շատ հետաքրքիր է։ Իսկ տարբերությունը գինու օրինակ եւ այլ ապրանքի բրենդինգը, երբ որ սկսում ես զբաղվել, նրբությունները որոնք են, մոտեցումները բնականաբար կարծում եմ տարբեր կլինեն, ինչ մոտեցում ցույց է տալի խմիչքին, նույնը օրինակ չրին, չգիտեմ, այդքան խորը մոտեցում լինում է ցույց տալ թե չէ։ Գինու, հատկապես գինու պիտակի դիզայնը ինքը իրանից ենթադրում է ինչ-որ չափ ստեղծագործական մաս, որը որ ավելի շատ է, քան մնացած բոլոր պրոդուկտների մեջ, որովհետև գինին մի քիչ ինքը իմ համար օրինակ շատ դասական խմիչք է գինին, համեմատած մնացածի հետ, որովհետև մնացածը մի քիչ ավելի ինչ-որ ուղղվածության, ինչ-որ տեսակի խմիչք են ես համարում, ու մնացածը ոնց որ հենց գինին ավելի ինքը այդ դասականությամբ ինքը հետաքրքիր բաներ է լինում անել, հետաքրքիր ստեղծագործական ինչ-որ մոտեցումներ ցույց տալ, այդ ազատությունը մեծ է, հենց գինու պիտակի մեջ, որը որ ինձ շատ է գրավում ու ամեն անգամ նոր ինչ-որ պրոյեկտ անելուց այդ մեծ ոգևորություն է, որովհետև նոր ինչ-որ հետաքրքիր բան պետք է անել, շատ լավ է, էլի։ Մի հատ հարց ունեմ, մոտ ինչքան է տևում մեկ նախագիծ անելը, մեկ օրինակ վերցնենք մեկ գինու պիտակ կամ բրենդինգ կազմելը եւ քայլերի հերթականությունը, պատվերը ստացակ կամ անունը իմացակ, ինչ հերթականությամբ ենք աշխատում, ինչ խորությամբ ենք ուսումնասիրում, աղբյուրների ինֆորմացիաներ ենք ստանում, ոնց եք աշխատում, շատ հետաքրքիր է, որովհետև շատ լավ գաղափարներ ունեք, շատ լավ դիզայներ ունեք արած ու շատ խորը իմաստներով, շատ հետաքրքիր է այդ մտքերը որտեղից են գալի կամ որտեղից եք օգտվում։ Հիմնականում գինու դիզայն պատվիրող մարդիկ արդեն ինչ-որ իդեաներով գալիս են, այսինքն շատ քիչ 95%-ը գալիս են իդեաներով ու արդեն իրենք մոտավորապես գիտեն ինչ են ուզում, այսինքն գալիս են ասում են մեզ պետք է այսինչը, սենց մի հատ իդեա ունենք, բայց այդ պետքա
ռեալիզացնել վիզուալիզացնել այդ իդեան ու այդ ամեն ինչը տևում է կոնցեպտի process, ինքը process-ների է բնականաբար բաժանվում։ Կոնցեպտի process-ը ես մոտավորապես 1 ամիս եմ նախատեսում, ուսումնասիրություն, նախնական դիզայնի մշակում, պրեզենտացիա, այդ process-ը տևում է մոտավորապես 1 ամիս, հետո դե արդեն կախված է թե product-ը երբ է դուրս գալու, որ սեզոնին է այդ պիտակը արվում, այնտեղ այդ process-ները կարող է, ասենք, սկսեմ այդ մի ամիսը հաստատենք պրոյեկտը, որ այսինչ կոնցեպտը հաստատվեց, ու դրանից մոտավորապես մի տարի հետո նոր վերջնական պրոյեկտը ավարտվի։ Այդ մի քիչ կախված է արդեն այդ հենց գինու այդ պատրաստման process-ից կամ երբ է այդ հնեցվել այդ ընդհանուր նյուանսներից է։ Բայց մոտ 1 ամիս է տևում ամբողջական կոնցեպտը վերջացնելը։ Կոնցեպտը, հա, ես հիմնականում 2 տարբերակ եմ տալիս ընտրության համար, ոնց որ այդ մոտավորապես 1 ամիս կախված թե նաև ինչ է պետք, այսինքն այդ այսպես ասած բրիֆի մեջ ինչ կա, ինչա պահանջվում անել, ինչ խնդիր է պետք լուծել, դրանից կախված արդեն ժամկետը մոտավորապես որոշում է, բայց հիմնականում այդ 1 ամիսն է։ Իսկ ինչ բարդություններ կան դիզայնի հետ կապված, քանի որ շատ հետաքրքիր գաղափարներով կամ տեսքի պիտակ ուզեն, որը չգիտեմ, տպագրատները չկարողանան այդ ամեն ինչը ստանալ կամ ինչ խնդիրներ կան, ինչ բարդություններ, ինչ հետաքրքիր պատմություններ քո դեպքերից եթե կան։ Բարդությունները հիմնականում լինում են օրինակ ինչ որ տեխնիկական խնդիրներ, ասենք, չգիտեմ, տպարանը շեշտեցի գա, տպարանը ոնց որ չի կարողանում այդ մտածած դիզայնը իրագործել, հնարավորություն կա դրսում ինչ որ այդ շտամպեր, բաներ պատվիրել, ուղղակի այդ ժամանակի էլի հարցը արդեն կարող է հաճախորդը չհամաձայնվի այդքան ժամկետ սպասել, որպեսզի դրսից այդ շտամպերը գա, այնտեղ այդ մի խոսքով, դա sense բարդություններ կարող է պատահի, տպարանը չի կարողանում մեր ուզած չափի պիտակ տպել, ասենք փոքր քանակի հնարավոր է տպել, բայց դա արդեն գնա գոյացման վրա ազդելու այսպիսի լիքը բարդություններ են առաջանում, ինքը տեխնիկական սահմանափակում է տալիս ընդհանուր այդ դիզայնի process-ին, բայց նաև փորձից ելնելով արդեն հնարավոր է այդ այսպես ասած այդ process-ը ինչ որ ձև վերահսկել։ Շատ լավ։ Հետաքրքիր պատմություններից այսպես մտքիս միանգամից չի գալիս ինչ որ հետաքրքիր պատմություն, որովհետև այնքան շատ պատմություններ, այսինքն տարբեր ինչ որ այսպես ասած кейսեր կան, բանի հետ կապված, process-ի հետ կապված, շատ հետաքրքիր կլիենտներ կան, որ միշտ շատ լավ ինչ որ իդեաներով գալիս են ու այդ շատ ոգևորիչ է, շատ ոնց որ այդ հավելյալ ուժ տա, որ պետքա ու հավելյալ պարտավորեցնի, որ հետաքրքիր, շատ կրեատիվ, շատ ճիշտ product ստացվի։ Այդ առումով ես միշտ ասում եմ այն մարդիկ, ովքեր որ գինի են պատրաստում, մի հատ ուրիշ ինչ որ կերտվածքով մարդիկ են ու իրենք ոնց որ այդ չգիտեմ մի ուրիշ կատեգորիա մարդկանց, որոնք որ շատ հետաքրքիր միշտ շատ հետաքրքիր ինչ որ իդեաներ են ունենում ու այդ վերջում շատ լավ բան է դառնում։ Ոնց նշեցիր 6 տարի առաջ, երբ նոր էր սկսել, արտադրողները քիչ էին, հիմա մի քանի անգամ շատացել են։ Ինձ հետաքրքիր է համատականով առաջ եւ հիմա գինու պիտակի կոնցեպտների փոփոխությունը, այսինքն կարող առաջ դասական գինու պիտակները էին ավելի շատ ցանկանում նույնիսկ սպառողի աչքին ավելի սովոր կամ արտադրողին ավելի ընդունելի էր կլասիկ տարբերակ, հիմա ավելի ժամանակակից մոտեցումներ կան, չկան ու որպես սպառող նաև
ըստ քեզ ինչքանով է գրավում դա համատած ավելի դասական պիտակների։ Ժամանակի ընթացքում բնականաբար այդ դիզայնը միշտ ինքը փոփոխվող է, ինքը կայուն բան չի։ Ինքը ժամանակի աշխարհաքաղաքական այդ ամեն ինչի հետ կապված է ու անընդհատ նոր տենդենսներ են գալիս, նոր ինչ-որ բաներ են փոփոխվում ու 6 տարվա ընթացքում ահագին հսկայական փոփոխություններ կա այդ առումով, վիզուալի առումով էլ։ Այսինքն 6 տարի առաջ նա մի քիչ կարող է, այսպես ասած, ռաբիզոտ բաները շատ լավ ընկալվեր, բայց հիմա համ սպառողն է արդեն ավելի ինչ-որ չափ պահանջը բարձրացրել այդ պահանջի մակարդակը, համ էլ արտադրողները արդեն այդ մրցակցային վիճակը կա, բոլորն ուզում են ավելի հետաքրքիր ու ավելի հետաքրքիր պրոդուկտներ ստանալ։ Դրա համար բնականաբար փոփոխությունը մեծ է ու ես իրականում այն ինչ որ տեսնում եմ խանութներում, բաներում, հիմնականում, այսինքն կան գիններ, որոնք 6 տարի առաջ արտադրվել են այդ դիզայնով մինչև հիմական, դե բնականաբար մի քիչ արդեն կարող հնացած լինեն, բայց նորերը իմ դուրը գալիս են, այն որ շատ քիչ կա, որ տենց կարող եմ ասել, որ հաջող չեն, էլի, դիզայնի առումով։ Շուկայում շատ գինիներ տեսնում ենք, որ պիտակների վրա մենակ լատինատառ տեքստով ագրված դիմապիտակի մասն է խոսքը, անունի վերաբերվող, կամ որ մենակ հայկական, ինչ խնդիրների է զբաղվել կամ որն է ավելի ճիշտ համարում։ Նույն դիզայնի տեսանկյունից բնականաբար։ Շատ դիզայներներ առասարակ մտածում են, որ ոնց որ անգլերենը, լատինատառ գրված պիտակները ավելի, չգիտեմ, ժամանակակից են կամ ավելի թարմ են նայվում։ Իրականում այստեղ մի հատ խնդիր կա, մենք ունենք լուրջ տառատեսակների խնդիր, այսինքն հայերեն տառատեսակները շատ քիչ են, ու ինչն էլ որ կա, այդ կամ 90-ականների տառատեսակներ են, կամ, չգիտեմ, ինչ որ անփորձ մարդկանց արած տառատեսակներ են, որոնք պիտակի վրա դնելուց բնականաբար ինքը չի կարող մրցել են, չգիտեմ, լատինի շատ լուրջ տառատեսակների հետ ու արդյունքում ինչ է ստացվում, որ մենք ունենում ենք թույլ հայերենով, այսպես ասած, հավաքած դիզայն, բայց այդ ոնց որ ես շատ եմ զբաղվում դրանով, ադապտացիաներով, այսինքն լատիներեն տառատեսակը դարձնում եմ հայերեն, օրինակ, ինչ որ շատ թարմ տառատեսակ է հայտնվում, որը որ հայերենում դե բնականաբար չկա ու հենց մենակ գրվածքի մասշտաբով, այսինքն այդ տառերը ես դնում, աշխատում, փոխում եմ, որպեսզի հայերեն ստացվի ու այդ արդեն լինում է ոնց որ հայերենը ավելի ժամանակակից է մատուցվում։ Այդ առումով կարծում եմ, որ պետք է աշխատանք իրոք տարվի, որ ավելի հետաքրքիր տառատեսակներ հայտնվեն շուկայում, ավելի ժամանակակից հենց հայկական տառատեսակներ, որպեսզի այդ խնդիրը չառաջանա, որպեսզի այդ շատ անգլերեն այդ վիճակը, որ այդ ոնց որ ամեն ինչ չափի մեջ չէ պետք է լինի ու մի քիչ հիմա ոնց ինչքան որ ես զգում եմ այդ լատինի գերակայությունը շատանում է, դե պատճառն էլ ասեցի ինչից է, որտեղ հայերեն ավելի հակառակը քչանում է, եթե օրինակ դու զբաղվում ես ադապտացիայով, մենակ դու չես զբաղվում, ենթադրում եմ, գնալով պետքա քչանա ըստ տրամաբանության։ Զբաղողներն այնքան քիչ են, որ այդ չի հասցնում շուկան։ Չի, հա, հնարավոր չի այդ ոնց որ այս մեր մասշտաբով, օրինակ, այսպես ասեմ, մենք քանի միլիոն մարդ է սպառում հայերեն գրվածքը, հայերեն տառերը, չէ՞, այդպես սպառում եմ քիչ վատ բառը, բայց հասկացանք ինչի մասին է խոսքը ու ինչքան մարդ է օգտագործում լատինը։ Այդ ահռելի հսկայական տարբերությունն է, այնտեղ միլիարդների մասին է խոսքը, այդտեղ մի քանի միլիոն ու բնականաբար այդ մի քանի միլիոնի մեջ մի քանի հոգի են, ովքեր որ տառատեսակ են սարքում, հայերենի մասին է խոսքը ու նույնը միլիարդի մեջ արդեն 100,000 մարդիկ կարող է լատիներեն սարքեն ու այդ ահռելի տարբերություն է էլի տալիս։ Դրա համար հուսամ ժամանակի ընթացքում հայերեն տառատեսակները այնքան
կուժեղանան, այնքան կշատանան, որ արդեն կարիք չի լինի դիմել լատիներենին, որովհետև հայերենը տառատեսակներով հարուստ կլինի ու կօգտագործվի։ Շատ լավ, մեկ ուրիշ խնդրից կուզեմ խոսանք, ի տարբերություն անհատական դիզայներների, որը որ դու ես, եւ դիզայներական ստուդիաների, որի դեպքում է ավելի դիզայն անողը ավելի ազատ ստեղծագործելու տեսանկյունից եւ պատրաստի կոնցեպտները լինելուց հետո բնականաբար մեկն է ընտրվում, մնացած կոնցեպտների ճակատագիրը ոնց է լինում։ Անհատի դեպքում ինձ թվում է կառավարն ավելի հեշտ է, քան թե ստուդիաների դեպքում, որտեղ դեպքեր գիտենք, որ նմանատիպ դիզայներ տարբեր արտադրողների ա տրվել, ուտեղ կոնֆլիկտ է առաջացել, այդ թեմայից կուզեմ խոսանք, էթիկայից։ Էթիկայի առումով բնականաբար այն կոնցեպտները, որոնք որ չեն հաստատվում, չպետք է գնան ուրիշ մարդու առաջարկվեն։ Ես կարող եմ ասել, կարող է լինի բացառություն, որ փոխհամաձայնություն լինի, օրինակ, չգիտեմ, այդ մարդը հիշում էր, որ sense մի հատ կոնցեպտ կար, բայց ինքը չի ընտրել, առաջարկի կամ խորհուրդ տա, որ այդ կարելի է տալ մեկ ուրիշին, օրինակ։ Բայց հիմնականում էթիկայից ելնելով կարծում եմ, որ չարժի, որ չգիտեմ, որ բառն է ճիշտ ասել, բայց պետք չի, որ այդ կոնցեպտը տալ ուրիշին ներկայացնելը որպես նոր է սխալ։ Ես աշխատել եմ եւ ոնց որ անհատ ազատության ստեղծագործության եւ օֆիսում եւ երկու դեպքում էլ արել եմ գինիներ, այսինքն օֆիսում տարբեր պրոյեկտներ, բնականաբար մենակ գինի չէ, բայց երկու տեղն էլ գինի արել եմ ու համեմատական կարող եմ ասել, որ ազատության առումով մտքի սահմանափակում կարելի ասել չկա։ Այսինքն օֆիսում էլ բոլորը ուրախ են, որ շատ լավ կոնցեպտ լինի, շատ հետաքրքիր լինի, թարմ լինի, լավը լինի, նույնը անհատապես։ Այստեղ տարբերություններն են, ոնց որ կապի հարցն է, որ օֆիսում դիզայները կապ չի պահում հաճախորդի հետ, իսկ անհատապես դու կապ ես պահում հաճախորդի հետ։ Այստեղ կարող է ինչ-որ տարբերություն լինել զգայական մասով, այսինքն դու հենց անմիջապես խոսում ես հաճախորդի հետ, զգում ես իրան ինչ է պետք ու այդ տալիս ես իրեն։ Այնտեղ կա կոմունիկացիա հարց լինի օֆիսային միջավայրում, այսինքն ինչ-որ մի բառ, որը շատ կարևոր էր, չհասնի դիզայներին։ Բայց առհասարակ այդ սահմանափակումը չկա, որպես օֆիս, թե լավ դիզայնը միշտ յուրաքանչյուր տեղ ողջունվում է։ Ինչ խորհուրդ կտաս նոր գինի արտադրողներին, ովքեր նոր են մտնում շուկա եւ առանձնապես ինչ որ գաղափար չունեն, ինչ են ուզում հստակ։ Ուզում են գինի արտադրել, իրենց դա դուր է գալիս ու գալիս են քեզ ասում են ունեմ գինի, ուզում եմ դիզայն անեմ։ Ինչ ես խորհուրդ տալի կամ դու խորհուրդներ տալիս ես, որ ավելի լավ է էս անենք, որտեվ քո գինին սա է կամ ոնց է աշխատանք իրականացում։ Հիմնականում բնականաբար խորհուրդ տալիս եմ, որովհետև այդ ինչ որ չափով իմ գործն է, այսպես ասած, որ ես ընդհանուր պատկերացում կազմելով այդ մրցակցային վիճակները ոչ պրոդուկտի որակի մասին է խոսքը։ Ես որակ չեմ կարող ինչ որ ձև որակ որոշեմ, հենց գինու օրինակ, բայց ես կարող եմ դիզայնի որակը ինչ որ ձև համեմատեմ ու որոշեմ։ Ու այդ կողմից նայելով ես բնականաբար կարող եմ խորհուրդ տալ, ասել, որ չգիտեմ, այս կողմ այսպես է պետք է արվի կամ ուրիշ ձև խորհուրդը այն է, որ պետք է անպայման ուսումնասիրվի շուկան, այսինքն այդ ինչի համար է մարդ ուզում գինի արտադրել, այսինքն ինքը պետք է հստակ հասկանա այդ ինչ նպատակով է արվում։ Այդ նպատակից արդեն ելնելով գալիս է մնացած կետեր, օրինակ եթե ես ուզում եմ տենց անհատապես ինչ որ շատ քիչ քանակի 100 կամ 200 շիշ արտադրել, այդ բնականաբար փոխվում է ամեն ինչ, որտեվ դիզայնի առումով արդեն հնարավորություն է լինում, որ
ինչ որ հետաքրքիր բաներ անել, որովհետև քանակ չկա, գնագոյացման վրա օրինակ չի ազդում այդ ամեն ինչը ու կարող շատ հետաքրքիր արդյունքում բան ստացվի։ Ուսումնասիրությունը այդ կոնցեպտի մշակման, մտածման այդ process-ը, եւ որ արդեն կատարում է հենց արտադրողը, այսինքն բնականաբար դիզայների գործը այդտեղ պետքա լինի, որ ինքը կոնցեպտ մտածի, բայց եթե ինչ որ ձև մարդ ինքն է մտածում ինչ որ մի հիմք, որի վրա պետքա դրվի այդ դիզայնը, այդ շատ լավ արդյունք է տալիս բնականաբար։ Դրա համար խորհուրդս այն է, որ պետքա շատ ուսումնասիրվի ու ուղղակի չարվի այդ ամեն ինչը, ինչ որ նպատակ պետքա ունենա, ու այդ նպատակի շուրջ կառուցվի այդ բրենդը, այսպես ասած։ Storytelling կոչվածը գոնե։ Հա, storytelling պետքա ունենա ինչ որ գաղափար, որի հենց identity-կան, այսինքն բրենդի ինքնությունը գալիս է դրանից, ինչ գաղափար ենք դնում բրենդի հիմքում, ինչ նպատակ, ինչ խնդիր է լուծում այդ բրենդինգը, այդ պիտակը, չգիտեմ, այդ ընդհանուր հիմքում նույն բանը պետքա լինի, հիմքում պետք է լինի գաղափարը, գաղափարից արդեն կբխի պիտակը, թե ոնց վաճառվի, ոնց ներկայացվի, այդ արդեն ոնց որ տարբեր ձև, տարբեր զգայարանների վրա ազդելու մեթոդներ են, որոնք որ էլի բխում են հենց գաղափարից ու նպատակից։ Առաջինը գաղափարն է պետք ու ցանկալի է ով արտադրում է product-ը, հստակ գաղափարով կա դիզայների մոտ, որպեսզի դիզայներն էլ դրան համապատասխան կոնցեպտ ստանա։ Այդ ցանկալի լավ տարբերակն է, բայց եթե չի լինում, արդեն դե բնականաբար դա դիզայների գործն է, storytelling մտածել ինչ որ հետաքրքիր գաղափարներ, հետաքրքիր միջոց, մեթոդ, այդ ինֆորմացիան, որ տալիս են, ինֆորմացիան դարձնել վիզուալ ու դիզայն։ Շատ լավ, ուզեմ մի քանի հաջողված պրոյեկտների մասին խոսանք, որը որ դու ես արել, ինձ թվում է բոլորից հետաքրքիր կլինի։ Հաջողված պրոյեկտներ, չգիտեմ, մի քիչ ես համեստություն եմ ուզում անել, որ ասեմ Բայր քեզ ինչպես անում ես։ Օրինակ այսպես կարող եմ ասել, ըստ քեզ որ քեզ շատ է դուր եկել, գաղափարը արել ես, մի քանի բան ես գիտեմ քո առածներից, որ բացի այն պրոյեկտները, որ մեր համար ես արել, շատ հետաքրքիր գաղափարներ ես ունեցել, որ հաջողված շատ, օրինակ մի քանի տարի առաջ շատ հետաքրքիր պրոյեկտ արեցի, ինքը մինչև հիմա որ բացում եմ նայում եմ վիզուալը, ինձ շատ ոգևորում է, գինու պրոյեկտ էր, այդ մոտավորապես 21 թվականին էի արել, գինու անունն էր Սար, որը որ տենց հետաքրքիր կոնցեպտ էր հիմքում դրած, այսինքն այս դեպքում հաճախորդը եկել էր հենց գաղափարով, որ ես ուզում եմ գինու անունը Սար լինի, ինքը ոնց որ արշավներով լեռնագնացությամբ զբաղվող մարդ է ու ինքը ուզում էր հետ ոնց որ այդ կոնցեպտը ինքում դներ են, որ ինքը գինին վերցնում է հետ իր հետ ու գնում է սարեր, տարբեր սարերի վրա այդ գինին նկարում է ու ոնց որ այդ գինին տարբեր սարերի վրա լինում է ու այդպես հենց այդ իդեան ասվեց, ես արդեն մտքումս սենց սկսեց եփվել այդ մտքերը խառը, որից ծնվեց հենց այդ սարի գինին, որը այսքան տարի անց էլի շատ եմ սիրում, ինքը հետաքրքիր տեխնիկայով արած, կոչվում է լինոգրաֆիա, ոնց որ լինոլյումի կտորի վրա փորագրման գործիքով փորագրվում է նկարը, պատկերը ու տպվում է թղթի վրա։ Դե բնականաբար այդ լինոլյումով այդ պիտակները չէր լինի տպել, մի նմուշ ոնց որ սարքեցի, տպեցի, շատ սիրուն տեքստուրա է լինում, շատ հետաքրքիր ստացվեց ու հիմա որ նայում եմ ինքը ինչ որ ձև, քանի որ այդ տեխնիկա վարված, այդ տեխնիկան մի քիչ տենց դասականոտ ինչ որ նոտաներ ունի,
ու մինչև հիմա ինքը հետաքրքիր նայվում է, այսքան տարի անց որ նայում եմ։ Այդ պրոյեկտը տենց շատ իմ սիրելի հավես պրոյեկտներից է, էլի բացի գինու պրոյեկտներից, էլի հետաքրքիր, շատ հետաքրքիր պրոյեկտներ են լինում, տարբեր ինչ որ ուրիշ խմիչքներ, Իսկ ոչ խմիչք ոչ խմիչք, իսկ ոչ խմիչքի պրոյեկտներից, եթե փաթեթավորման մասն են խոսում, էլի շատ պրոյեկտներ կան, որ արել եմ, սկսած շինանյութի ոլորտում, որ ինչ որ պրոյեկտ եմ արել, սկսած սննդի ոլորտից, կատնամթերք, եթե խոսենք ընդհանուր պրոյեկտներից, այսինքն որ պրոյեկտներն են, որ շատ ինձ հոգեհարազատ են, շատ եմ սիրում, այդ պրոյեկտներից շատ լավ պրոյեկտ է ինձ համար, Կարին ավանդական երգի ու բարի խմբի լոգոյի դիզայնը շատ հետաքրքիր էր այդ process-ը ոնց գնաց երջանկա իշատակ պարոն Գինոսյանի հետ մենք ստացանք լոգոտիպը, այսինքն այն ինչ որ հիմա կա երկու խոհեր են, չէ՞, նախորդ լոգոն նկարած էր զուտ, այսինքն վեկտորային տարբերակ ստացած չէր ու երկու խոհերի բախման այդ տեսարաններ ու տակից ոնց որ խոյակների նման sense սյուներ էին բարձրանում ու այդ խոյերը խփում էին իրար ու պարոն Գինոսյանը շատ կապված էր այդ լոգոյի հետ, շատ ինքը իր գաղափարական այդ ամբողջ այդ ամբողջ իր ամբողջ գաղափարները դրա մեջ ոնց որ ներառված լինեին ու ինքը այն որ հանդիպեցինք խոսում էինք ինքը շատ կասկածամիտ մոտենում էր այդ հարցին թե ոնց կարելի է այս լոգոն փոխել ու ոնց որ տարբերակ չկա ինքը լավն է արդեն ինքը ոնց էր դրթեւուր եկել էր քո մոտ ոնց էին հասել երիտասարդ սերունդը երևի որովհետեւ արդեն մարդիկ զգում են որ պահանջը կա որ նոր ինչ որ փուլ սկսելու համար պետքա նոր ինչ որ բան անել ու այդ շատ սիմվոլիկ էր իրականում որովհետեւ դե այդ արել ենք 23 թվին կարծում եմ մի տարի հետո պարոն Գինոսյանը մեզ հրաժեշտ տվեց այսպես ասած ու շատ սիմվոլիկ էր այդ ոնց որ ինքը մասնակցեց այդ նոր Կարինի ստեղծման շարունակության process-ին ու այդ լոգոն կոնցեպտները որ ներկայացրի մի տարբերակը հենց այդ եղած լոգոյի վերա ձևակերպումն էր վեկտորային շատ հետաքրքիր լավ ոճով հավաքած իսկ մի տարբերակը ինքը հենց այդ խոյերի բախման այդ իրենց գլուխների սիմվոլներ այդ պտտվող այդ կոտոշների ասես շատ մինիմալիստիկ սիմվոլ էր ստացած ու միանգամից որ պարոն Գինոսյանը տեսավ, ասես ինքը զարմացավ, որ ոնց որ չէ, զարմանալը սխալ է ասել։ Հաճելիորեն զարմացա։ Անսպասելի էր երևի, կամ չէր մտածել, որ այդ եղանակով կարելի է ստանալ այդ լոգոտիպը ու ասես մտածեց, ասեց, դե սկզբից էս կարելի է օգտագործել, այդ որ նույն ձև է, բայց ուրիշ վերսիայով արած ու բայց հետո արդեն ինքն էլ մտածելով եկավ այն գաղափարին որ ամենամինիմալիստիկ վերսիան օգտագործվի հիմա օգտագործումը շատ սիրուն հետաքրքիր է նայվում բոլորը շատ սիրում են ինչ որ հետաքրքիր վզնոցներ ունեն մի խոսքով շատ հետաքրքիր իրենց հագուստները բան ու այդ sense շատ սիմվոլիկ լավ պրոյեկտ էր ինձ համար իսկ քո առած աշխատանքներին ինչ որ հարթակ կա որտեղ կարող են բոլորը մտնել ուսումնասիրել ծանոթանալ եւ ինչի՞ չէ նաեւ պատվեր տալ մտածելու տեղա տալիս իհարկե այդ հարթակները շատ են
Այսինքն նույն մենակ Instagram-ը կամ կա դիզայներների հարթակ Behance-ա կոչվում, Behance-ում ես այնտեղ պրոֆիլ ունեմ, այնտեղ աշխատանքները գցում եմ, չնայած որ վերջի շրջանում ընդհանրապես չեմ հասցնում նոր նախագծերը թարմացնեմ, շատ նախագծեր ունեմ, դրածա սպասում եմ ժամանակ լինի, մի քիչ տրամադրեմ, թարմացնեմ, հետաքրքիր նոր պրոյեկտները տեղադրեմ, բայց առայժմ չի ստացվում։ Դե ամփոփենք խոսակցությունը, քեզ շատ շնորհակալություն քո արած աշխատանքների համար ու համոզված եմ դեռ շատ աշխատանքներ ես անելու ու հաստատ այն ձեռագիրը ունես, որ ով տեսնում հավանում է ու վստահ եմ, որ քո արած բոլոր պրոյեկտները հաջողությամբ են պսակվելու։ Շնորհակալ եմ։ Քեզ շնորհակալություն։ Շնորհակալություն հրավիրելու համար։